Սիրելի եկեղեցի, հերթական քարոզաշարքից հերթական պատգամը պիտի լսենք, որը ընդառաջ է գնում դեպի հարության պաշտամունքին։ Ծննդոց առաջի գլուխ 1-3 համարների մեջ նկարագրում է հետևյալը, որ Աստված սկզբում ստեղծեց երկինքն ու երկիրը եւ նկարագրում է հետևյալը, որ անդունդի վրա խավար կար։ Եվ Աստված ասեց. թող լույս լինի եւ լույս եղավ։ Եվ ողջ մարդկության պատմության մեջ լույսը շատ կարևոր եւ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մարդկային կյանքի եւ ողջ պատմության մեջ։ Այո, մարդն էլ փորձեց ստեղծել լույս, ստեղծեց մոմ, ստեղծեց լապտեր, ստեղծեց խարույկ, իհարկե, բայց այս լույսը, որը որ մենք ունենք սա տարիների ընթացքում շատ ավելի զարգացավ, շատ ավելի զորավոր դարձավ, բայց մեկ բան, այն լույսը, որ մենք հիմա տեսնում ենք, այո լուսավորում է, բայց ունի սահմանափակ հնարավորություն, սահմանափակ տարածքի համար։ Սիրելի եկեղեցի, այն լույսը, որի մասին այսօր մենք պիտի խոսենք, հավիտենական լույս է, անսահման լույս է, որի մեջ խավարի որևէ նշույլ անգամ չկա։ Մենք գիտենք, երբ որ չկա լուսավորություն, մենք գտնվում ենք խավարի մեջ։ Այո, խավարի մեջ կա անհստակություն, խավարի մեջ կա անպարզություն, խավարի մեջ չես տեսնում կանգնածդ վայրը, չգիտես երբ պիտի կանգ առնես, չգիտես երբ պիտի հետ քայլ անես, երբ պիտի աջ կողմ գնաս կամ ձախ կողմ գնաս կամ առջև քայլ անես, որովհետև անհստակ է, անհասկանալի է քո գտնված վայրը, այն ճանապարհը, որով որ դու պիտի անցնես, այն ուղղությունը, որով որ պիտի գնաս, անհասկանալի է, չգիտես ինչ պիտի անես, քանի որ խավար է։ Այո, մենք սա կարող ենք հասկանալ երկու դեպքում, թե ֆիզիկական խավարի ժամանակ եւ թե նաեւ հոգեվոր խավարի ժամանակ։ Խավարում կա անհասկանալի վիճակ, այն պարզ, ընկալելի չէ, չես կարող ունենալ վստահություն, քանի որ չգիտես թե ինչ է կատարվում շուրջդ եւ ոտքդ որտեղ պիտի դնես։ Իսկ երբ լույս է, ապա ամեն բան հստակ է, ամեն բան ընկալելի է, ամեն բան տեսնում ես իրական գույներով եւ իրական մասշտաբներով, պարզ ընկալելի է այդ ամենը, ինչպես նաեւ տվյալ իրավիճակին կարողանում ես տալ հստակ գնահատական, պարզ եւ առարկայական հստակ չափելի գնահատական ես կարողանում տալ։ Իսկ երբ որ խավար է, այն չես կարողանում հասկանալ։ Եվ չես կարողանում ճիշտ արժևորում, ճիշտ գնահատական տալ այն բանի համար, ինչի մեջ որ գտնվում ես։ Թոմաս Էդիսոնը ստեղծեց էլեկտրական լամպը, եւ դրանից հետո փոխվել է էլեկտրական լամպերի ձևը եւ նաեւ իրենց հզորությունը։ Չնայած նրան, որ այսօր աշխարհում կան շատ ավելի զորավոր էլեկտրական լամպեր եւ մինչեւ անգամ լազերային ճառագայթ, որոնք կարող են անցնել հազարավոր կիլոմետրներ եւ մինչեւ անգամ կարող են թափանցել որևէ նյութի մեջ եւ տան տեղեկություն նրա ներքին պարունակության մասին, սակայն կա մեկ ավելի մեծ եւ ավելի անհամեմատ, ավելի զորավոր լույս, որը ոչ միայն կարող է թափանցել նյութից այն կողմ, այլ մինչեւ անգամ կարող է քննել մարդու միտքը, հոգին, սրտի խորհուրդները։ Այն հատվածը, որի շուրջ կազմված է քարոզը, Հովանու ավետարան 8-րդ գլուխ 12-րդ համարն է, որտեղ Աստծո խոսքն ասում է. եկեք երկյուղացությամբ լսենք Աստծո խոսքը, ովքեր որ ունեն սուրբ գրքեր, խնդրեմ, որ բացեք ձեր Աստվածաշնչերը եւ հետևեք։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 12-րդ համար։ Արդ, Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Այլ կյանքի լույսը կընդունի։ Այս խոսքերը հնչեցին Երուսաղեմի տաճարում, այդ ժամանակ հրեաները նշում էին տաղավարահարած տոնը։
Այդ տոնի ընթացքում տաճարի բակում վառվում էին մեծ ճրագներ, շատ ճրագներ։ Այդ լույսերը հիշեցնում էին Իսրայելին այն կրակեսությունը, որը անապատում գիշերը առաջնորդում էր Իսրայել ժողովրդին։ Երբ ամբողջ քաղաքը տեսնում էր այդ մեծ լույսերը, Հիսուսը հայտարարում է. Ես եմ աշխարհի լույսը։ Այսինքն, ոչ թե տաճարի լույսը, ոչ թե կրոնի լույսը, ոչ թե գիտության լույսը, ոչ թե օրենքի լույսը, այլ Քրիստոսն է այն լույսը, ով կարող է լուսավորել ամբողջ աշխարհը եւ մինչեւ անգամ մեր ներսի խավարը։ Քրիստոսը աշխարհի լույսն է եւ ով գնա նրա հետևից կթողնի խավարը եւ կստանա իրական կյանքի փրկարար լույսը։ Սիրելիներ, քարոզը կազմված է 3 կետերից, որի ընթացքում մենք պիտի գանք կարևոր որոշման։ Եվ առաջի կետը հետևյալն է, նորից պիտի ընթերցեմ 12-րդ համարը։ Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. Ես եմ աշխարհի լույսը։ Հիսուս նորից խոսեց նրանց հետ։ Այս խոսքերը Տեր Հիսուսը ասաց մի շատ կարևոր դեպքից հետո, որը նկարագրված է Հովանու ավետարան 8-րդ գլուխ 1-11 համարներում։ Անցած կիրակի օրը այս քարոզը մենք լսեցինք։ Դպիրներն ու փարիսեցիներն նրա մոտ բերեցին շնության մեջ բռնված մի կնոջ։ Նրան կանգնեցին ժողովրդի մեջտեղին եւ ասեցին. Մովսեսը օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ինչ ես ասում։ Նրանք իրականում արդարություն չէին փնտրում։ Նրանց համար կարևոր չէր ճշմարտության լույսը։ Նրանք ուզում էին իրենց խավարած սրտով փորձել կյանքի լույսին, Հիսուսին եւ մեղադրան գտնել նրա վրա։ Բայց Հիսուսը պատասխանեց. Ձեզանից ով անմեղ է, թող առաջի քարը նա գցի դրա վրա։ Երբ նրանք լսեցին այս խոսքերը, մեկը մյուսի հետևից հեռացան, մեծից փոքր հեռացան։ Եվ Հիսուսը կնոջը ասեց. Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում, գնա այսուհետև մեղք մի գործիր։ Եվ հենց այս դեպքից հետո է Տեր Հիսուս հայտարարում. Ես եմ աշխարհի լույսը։ Այսինքն Տեր Հիսուսը ցույց է տալիս, որ ինքը որպես լույս բացահայտում է մեղքը, ազատում է մարդուն մեղքից եւ տալիս է նոր կյանք, նոր հնարավորություն, մի նոր առիթ կյանքը սկսելու նոր էջից։ Այդ կինը մեղքի խավարի մեջ էր, բայց Տեր Հիսուսի ներկայությունը նրա համար դարձավ կյանքի եւ փրկության լույս, եւ դրանով նրան հնարավորություն տվեց կյանքը սկսելու նոր էջից եւ նոր հնարավորությամբ։ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28-րդ համարն ասում է. Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Այո, խավարը, երբ որ մարդը գտնվում է խավարի մեջ, գտնվում է մեղքի մեջ, մեղքի բեռի մեջ, մեղքի ծանրության մեջ, եւ մենք գիտենք, որ մեղքը մարդուն քայքայում է ներսից։ Մեղքը ավիրում է մարդկանց կյանքերը, թե ներքին եւ թե արտաքին։ Մեղքը բերում է քայքայում, մեղքը բերում է պայքար, մեղքը բերում է բաժանում, մարդ հարաբերության մեջ, մարդ Աստված հարաբերության մեջ։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Տերը կոչ է անում. Եկեք ինձ մոտ։ Ուզում եք ապրել լույսի մեջ, կյանք տվող լույսի մեջ, ուզում եք կրել այդ կյանք տվող լույսը ձեր մեջ, կարևոր բան ունեք անելու։ Տեր Հիսուս ասեց, եկեք ինձ մոտ։ Տերը հրավիրեց յուրաքանչյուրիս մոտենալ նրան։ Ուզում ես այդ կյանքի լույսը, ուրեմն մոտեցիր նրան։ Ուզում ես խավարից հեռանալ, ուրեմն քո բեռը, քո ծանրությունը, որը կրում ես քո սրտի մեջ, քո կյանքի մեջ, թող Քրիստոսի առաջ։ Եվ քայլիր Քրիստոսի լույսը քո սրտում ունենալով։ Տերը ասեց. Ես եմ աշխարհի լույսը։
Լույսը երկու կարևոր բան է անում. բացահայտում եւ հեռացնում է խավարը։ Երկրորդը ցույց է տալիս ճշմարտությունը եւ ճանապարհը, իրականությունը եւ ընթացքը։ Երբ Քրիստոս լույսը տալիս է մեր կյանք, մենք սկսում ենք տեսնել մեր գաղտնի մեղքերը, մեր կեղծավորությունը, մեր իրական վիճակը, մեր թաքնված էգոն, մեր ներկայիս անելիքներն ենք տեսնում, թե ինչի մեջ ենք գտնվում եւ հիմա ինչ պիտի անենք։ Եվ սա բացահայտում է կյանք տվող լույսը։ Հաջորդ բանը մեր սրտում խորը թաքնված մեղքերը, որ մինչև անգամ երբեմն մենք էլ չենք հասկանում, որ արդյոք մեղք գործեցինք, արդյոք սա մեղք է, վատ սովորություն է, սխալ բան է, թե ճիշտ բան է։ Երբ որ լույսը գալիս է մեր կյանք, մենք հասկանում ենք, որն էր սխալ, որն էր վատ բնավորության արդյունք եւ որն էր մեղք։ Առանց Քրիստոսի մարդը խավարի մեջ է, իսկ Քրիստոսի հետ ճշմարտության մեջ է եւ հասկանում ու տեսնում է իրականությունը իր բոլոր երանգներով։ Քարոզի այս երկրորդ կետում կրկին ընթերցելու եմ Աստծո խոսքը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի։ Ով իմ հետևից գա։ Քրիստոսի լույսը բացահայտում է մեղքը, բայց չի թողնում մարդուն այդ նույն մեղքի մեջ։ Այն տալիս է ներման հնարավորություն, տալիս է նոր սկիզբ եւ առաջնորդում է դեպի նոր կյանք բոլոր նրանց, ովքեր որ կհետևեն Տեր Հիսուսին։ Սա գործնական քայլ է, ոչ թե երևակայական մտածողություն, այլ գործնական քայլ։ Տերը մեզ մեր կյանքի խավարի մեջ միայնակ չի թողնում մեզ։ Տերը պատրաստ է օգնելու բոլոր նրանց, ովքեր որ կգնան նրա ետևից։ Եվ սա քայլ է, ընթացք է, գործողություն է, որը հիմնված է փաստի վրա։ Առարկայական գործողություն է, ոչ թե երևակայական մտածողություն։ Սաղմոս 23:4 համարն ասում է. եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանի չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Սիրելի եկեղեցի, անկախ նրանից, թե այսօր ինչ դժվարության մեջ եք, ինչ նեղության մեջ եք, ինչ խավար իրականության մեջ եք, յուրաքանչյուրիս համար հույս կա Քրիստոսով։ Սաղմոս 2-ն ասում է. եթե մահվան ստվերի ձորի մեջով էլ անցնեմ, սա նկարագրում է մարդու կյանքում ամենածանր ժամանակաշրջանը, որ մարդն անցնում է մահվան շուքի ձորով, մահվան ստվերի ձորով։ Սա ամենածանր իրավիճակն է մարդու կյանքի համար։ Եվ Սաղմոս 2 Դավիթն ասում է. թեև նման իրավիճակով անցնեմ, չար բանից չեմ վախենա։ Երբ ենք մենք վախ ունենում, երբ որ գտնվում ենք խորը խավարի մեջ, բայց մենք չենք վախենում այն դեպքում, երբ որ հավիտենական լույսը Տեր Հիսուս Քրիստոս մեր սրտի մեջ է։ Դրա համար Սաղմոս 2-ն ասում է. թեև մահվան շուքի ձորի մեջով էլ անցնեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Նման իրավիճակի մեջ, նման ծանր դրության մեջ, ծանր դժվարին կացության մեջ դու ինձ հետ ես։ Եվ Միքիա 7:8 համարն ասում է. մի ուրախացիր իմ դեմ, ով իմ թշնամի, մի ուրախացիր, թեև ընկնեմ, վեր կկենամ, թեկուզ խավարի մեջ նստեմ, Տերը ինձ լույս կլինի։ Սա հրաշալի հույսի խոսքեր են յուրաքանչյուրիս համար։ Միքիան լավ հասկանում էր, որ այո կա թշնամի եւ այդ թշնամին մեզ համար ուրախ է, երբ որ մենք խավարի մեջ ենք, դժվարության մեջ ենք, նեղության մեջ ենք։ Եվ մեր հավիտենական թշնամին սա սատանան է։ Եվ Միքիան ասում է. մի ուրախացիր ինձ դեմ, ով իմ թշնամի, թեև ընկնեմ, վեր կկենամ։
Թեկուս խավարի մեջ նստեմ, Տերն ինձ լույս կլինի։ Իմ կյանքի ամենածանր խավարի մեջ հույս կա։ Հույս կա բոլոր նրանց համար, ովքեր որ ապրում են Քրիստոսով։ Աստծո խոսքը Հովանու 8-րդ գլուխ 12-ի մեջ ասում է. ով իմ ետևից գա։ Սա նշանակում է, որ մենք Տեր Հիսուսից ստանում ենք նոր ուղղություն, նոր ճանապարհ, որի մեջ պիտի ընթանանք, որի մեջ պիտի քայլենք, ստանում ենք կյանքի նոր որակ, ունենում ենք նոր նպատակ եւ ուղղություն, ստանում ենք մի նոր կոչում, որի մեջ պիտի քայլենք հավատարմությամբ։ Տեր Հիսուսի միջոցով ունենում ենք մի նոր բնույթ եւ ունենում ենք մի նոր ներքին պարունակություն, որը մեզ մղում է մի նոր կյանքի ընթացքի, որը ունի հստակ ճանապարհ եւ ունի հստակ նպատակ։ Ով իմ ետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Սիրելիներ, սա գործնական եւ ռեալ քայլ է եւ ոչ թե հավատքի կյանքի հանդեպ երևակայական մոտեցում։ Սա հստակ գործողություն է։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 21-րդ համարն ասում է. ոչ թե ամեն ինչ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայությունը մտնելու։ Ոչ թե նա, ով կխոսի Աստծո մասին, ոչ թե նա, ով որ կիմանա, թե ով է Աստված, ոչ թե նա, ով որ կիմանա, թե հասարակության մեջ ինչ տեսակ քրիստոնեական կեցվածք պիտի ցուցաբերի, կամ հայացք, կամ ինչ քրիստոնեական բառամթերք պիտի գործածի հասարակության մեջ։ Աստծո ասում է, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է, նա ով կատարում է, ոչ թե ով լսել է Աստծո կամքը, ով գիտի Աստծո կամքի մասին, ով գրում է Աստծո կամքի մասին, ովքեր որ քննարկում են Աստծո կամքը, նրանք չէ, այլ ովքեր որ կատարում են։ Սա խոսում է հնազանդության մասին։ Քրիստոսի հետևելը միայն խոսքերով հավատալը չէ, այլ իրական քայլ, գնալ նրա ճանապարհով։ Երբ մարդը գնում է Տեր Հիսուսի հետևից, նա ոչ միայն ստանում է կյանքի լույսը, այլ նաև նրա միջոցով լուսավորում է ուրիշների ճանապարհը։ Ապետրոս 2-րդ գլուխ 9-րդ համարն ասում է. բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսի նրա առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի սքանչելի լույսը կանչեց։ Նկարագրում է, թե ով ենք մենք, ով են բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոս Հիսուս ունեն իրենց կյանքի մեջ, նկարագրում է ասելով եւ դուք թագավորական քահանայություն եք, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, եւ կարող ենք հարցնել, իսկ ինչու՞, որովհետեւ ժողովուրդը մարդիկ միշտ իրանց հետաքրում է պաշտոնը, դիրքը, անվանումը, կոչումները, մեզ միշտ գեղեցիկ է մեր ականջներին հնչում, որ մենք Աստծո համար սեփական ժողովուրդ ենք, թագավորական քահանայություն ենք, եւ սա խոսում է մեր դիրքի մասին, բայց մոռանում ենք մեկ բան, իսկ ինչու է Աստված մեզ տալիս այսպիսի կոչում, այսպիսի դիրք, ասում է, որպեսի քարոզեք նրա առաքինությունը։ Եթե դուք լույս եք, դուք պիտի ճառագեք Քրիստոսով։ Եթե դուք Տիրոջինն եք, դուք չեք կարող լռել։ Եթե դուք նրանն եք, դուք քարոզելու եք մեկ բան՝ նրա առաքինությունները։ Այստեղ կորչում են մարդկային ամեն հեղինակություն, ամեն մի պաշտոն, ամեն մի պատիվ, ամեն մի կապրիզ մի կողմ է դրվում, որովհետև կենտրոնում Աստծո փառքն է։ Քարոզչության թեման մեկը, նրա առաքինությունը։ Եվ այստեղ հարց է,
Իսկ ինչ ենք անում մենք։ Եվ սա հարց է, որին ամեն մեկս պիտի պատասխանենք առանձին։ Քրիստոսը աշխարհի լույսն է, բայց նրա հետևողները դառնում են այդ լույսի արտացոլողը աշխարհի մեջ։ Քարոզի երկրորդ կետը Քրիստոսի հետևորդները դառնում են լույս։ Տեր Հիսուսը հայտարարեց. ես եմ աշխարհի լույսը։ Քրիստոսի նպատակը միայն այն չէր, որ մարդիկ հեռվից տեսնեն այդ լույսը։ Նրա նպատակը այն է, որ մարդիկ ընդունեն այդ լույսը եւ ապրեն այդ լույսին համապատասխան կերպով։ Այն մարդը, ով ընդունեց Քրիստոսի լույսը, ինքն էլ դառնում է լույս ուրիշների համար։ Այդ պատճառով Տերը ասեց Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 14-ից 16 համարներ. դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա։ Եվ այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր որ տան մեջ են։ Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Ամեն։ Դուք եք աշխարհի լույսը։ Սա նշանակում է, որ հավատացյալները կոչված են արտացոլելու Քրիստոսի լույսով։ Իրական հավատը չի կարող թաքնված մնալ։ Քրիստոսի լույսը ցույց է տալիս ճանապարհը։ Քրիստոսի լույսը տալիս է վստահություն, հույս եւ խաղաղություն մեզ շրջապատած մարդկանց։ Քրիստոսի լույսը մեր մեջ գտնվելով այն միայն չի սահմանափակվում մեր մեջ, այլ այն փոխանցվում է հաջորդներին, ընտանիքին, ընկերներին, համայնքին, որտեղ որ դու կգտնվես։ Աշխարհում Քրիստոսի լույս լինելը ցույց է տալիս մեր ունեցած առաքելությունը այս աշխարհի մեջ։ Ինչ որ Տերն է, նույնպես էլ նրա ծառան պիտի լինի։ Նա լույս է, մենք էլ լույսի որդիներ, որ պիտի կարողանանք քայլենք այս խավար աշխարհում եւ լուսավորենք մեր շուրջը գտնված մարդկանց։ Եվ հենց սա է մեր բուն կանչվածությունը ու առաքելությունը՝ լինել աշխարհի լույս։ Սա պահանջում է քաջություն, համբերություն, հարատև սեր, իմաստությամբ համբերություն, հավատք եւ քաջություն Աստծո կենարար խոսքը քարոզելու մեջ այս աշխարհի մեջ։ Սիրելիներ, լուսինը ինքն իրեն լույս չունի, բայց գիշերը ամբողջ աշխարհը լուսավորում է։ Ինչու՞։ Որովհետև նա արտացոլում է արևի լույսը։ Նույն կերպ հավատացյալը չի ստեղծում իր սեփական լույսը, նա արտացոլում է Քրիստոսի լույսը։ Մենք ունենք մեր սեփական լույսը, մեր սեփական արդարությունը, մեր սեփական ճշմարտությունը, այլ մենք արտացոլում ենք Քրիստոսի արդարությունը, Քրիստոսի սրբությունը, Քրիստոսի լույսը։ Սիրելիներ, ասելով դուք եք աշխարհի լույսը, ասում է հետևյալը, որ քրիստոնեությունը մեր կյանքում պետք է տեսանելի լինի։ Ինչ որ մեկն ասել է, գաղտնի Քրիստոսի աշակերտ չի կարող լինել։ Քանի որ կամ գաղտնիությունը կկործանի Քրիստոսի աշակերտ լինելդ, կամ Քրիստոսին աշակերտելդ կկործանի գաղտնիությունը։ Քրիստոնեությունը պետք է տեսանելի լինի, ոչ միայն եկեղեցում։ Քրիստոնեությունը, որը կանգ է առնում եկեղեցու դռան մոտ եւ առաջ չի շարժվում դեպի աշխարհ, ապա ոչ մեկին չի կարող օգուտ տալ։ Ինչ օգուտ, եթե մենք այսօր կխոսենք Քրիստոսի լույսի մասին եւ երբ որ եկեղեցու դռներից այն կողմ դուրս կգանք, կվարվենք այնպես ինչպես որ աշխարհն է վարվում խավարի մեջ, ինչ օգուտ։ Բայց մենք կարող ենք մեծ փոփոխություն բերել մեր շրջապատում, ընտանիքում, Վանաձոր քաղաքի մեջ, մեր հասարակության մեջ, երբ որ խոսքը վերցնենք մեր սրտերի մեջ եւ գնանք արտացոլելու Քրիստոսի լույսը։
Տեր Հիսուս չասեց դուք եկեղեցու լույսն եք, այլ ասեց դուք եք աշխարհի լույսը, եւ մարդու կյանքը աշխարհում պետք է հստակ ցույց տա Տեր Հիսուսին։ Սիրելիներ, երբ մարդիկ նայում են ձեզ, արդյոք տեսնում են Քրիստոսի լույսը ձեր խոսքերում, ձեր գործերում եւ ձեր կեցվածքի մեջ։ Իսկ եթե այսօր աշխարհը տեսներ ձեր հավատքի կյանքը, արդյոք կտեսներ այն լույսը, որ Տեր Հիսուս ասաց։ Քրիստոսի լույսը երևում է սիրո եւ ներման մեջ, երևում է խոնարհության եւ մաքուր կյանքի մեջ, այդ լույսը երևում է աղոթքի, հավատքի, հույսի եւ ունեցած համբերության մեջ, խոստովանության եւ ճշմարտության մեջ, Աստծո առաջ երկյուղած կյանքի եւ ավետարանը քարոզելու մեջ։ Եթե մենք այս ամենը չունենք եւ զուգահեռ հայտարարում ենք, որ մենք Քրիստոս լույս ունենք մեր սրտի մեջ, ապա կներեք դուք ձեզ խաբում եք դրանով։ Քրիստոսի լույսը տալիս է մեզ ազատագրում։ Քրիստոսի լույսը տալիս է մեզ հստակ նպատակ եւ ուղղություն եւ ընդգծում է մեզ ճանապարհը։ Այն տալիս է ուրախություն եւ խաղաղություն, այն տալիս է վստահություն եւ հույս, այն տալիս է հոգեվոր կյանքի մեջ աճ, այն ճանաչեցնում է մեզ Աստծուն, թե ով է Աստված, մեզ համար եւ նաեւ ով ենք մենք իրականության մեջ, նաեւ այն առաջնորդում է փրկության։ Սիրելիներ, ամփոփելով, գաղտնի քրիստոնյան նույնքան անիմաստ է, որքան թաքնված լույսը։ Լույսերը պետք է փայլեն, ոչ թե թաքնվեն։ Աստված իր փրկարար լույսն է առաջարկում ողջ աշխարհին, եւ նրա եկեղեցին պետք է նույնը անի։ Մի ուշացրու, այլ ճառագիր Քրիստոսով, շուրջիներիդ փոխանցիր Աստծո խոսքի փրկարար լույսը։ Դու կանչված ես փայլելու Քրիստոսով եւ ոչ թե թաքնվելու։ Եվ վերջի հարց. իսկ դու որպես լույս արդյոք մնում ես քո նշանակության եւ կոչման մեջ։ Ամեն Աստծո խոսքին։